Դոկ կուսակցության լրատվականը տարածել է մի շարք կադրեր Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ու նշել, որ նա վերադառնում է։ Դոկ կուսակցության լրատվականը նաև ներկայացրել է Վարդան Ղուկասյանի 2026 թվականի պառլամենտական ընտրությունների նախընտրական ծրագրի զեկույցը։ Այս ամենը տեղի է ունեցել նրա ձերբակալությունից ամիսներ առաջ։ Ինչպես Դոկ կուսակցության լրատվականն է հայտնում, շատ շուտով Վարդան Ղուկասյանը հետ է վերադառնալու։ Նշենք նաև, որ այդ հրապարակմանը կից հարյուրավոր օգտատերեր իրենց ուրախությունն են հայտնել, նշելով, որ այլևս անհնար է այս խառը իրավիճակում ապրել առանց Վարդան Ղուկասյանի ուղղորդման։ Շատ օգտատերեր նշում են, որ այս պահին Հայաստանում շատ կարևոր է Վարդան Ղուկասյանի ներկայությունը, թեկուզ և ուղիղ եթերների տեսքով։ Դե իսկ Դոկ կուսակցության լրատվականն իր հրապարակումով ակնարկել է, որ շատ շուտով Վարդան Ղուկասյանը ազատության մեջ կլինի և կկարողանա խոսել այն ամենի մասին, ինչը հետաքրքրում է ժողովրդին։ Օրեր առաջ էլ Դոկ կուսակցությունը հետևյալ հայտարարությունն էր արել։ Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հերթական դատական նիստը, որը նշանակված էր 2025 թվականի հունիսի 4-ին, ԱՄՆ ներգաղթի դատարանի որոշմամբ հետաձգվել է և տեղի կունենա հուլիսի 2-ին։ Ցավոք, այս գործընթացում մենք որևէ վերահսկողություն չունենք։ Դատական նիստերի ժամանակացույցը որոշվում է բացառապես դատարանի կողմից։ Մենք լիովին գիտակցում ենք, որ այսպիսի հերթական հետաձգումները կարող են առաջացնել հիասթափություն ու զայրույթ, հատկապես երբ նիստերը կայանում են ամիսը մեկ անգամ։ Սակայն խնդրում ենք ձեզ շարունակել ամուր աջակցությունն այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս պայքարը միայն Վարդան Ղուկասյանի անձնական հարցը չէ, սա պայքար է արդարության համար, ազատ խոսքի և քաղաքական հետապնդումների դեմ։ Նա տարիներ շարունակ եղել է ժողովրդի կողքին, իսկ այսօր մենք պետք է լինենք նրա կողքին, միասնական, տոկուն և վճռական։ Դոկ կուսակցությունը վերահաստատում է իր հավատարմությունն օրենքի գերակայության և մարդու իրավունքներին։ Մենք կշարունակենք պայքարել, մինչև լիարժեք արդարություն կհաստատվի։ Աստված պահապան մեր ժողովրդին և մեր պայքարին։ Հարգանքով, Դոկ կուսակցություն։ Բարև ձեզ ժողովուրդ, ուրեմն Վարդան Ղուկասյանի դատական նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին առավոտյան ժամը 8-ին։ Առայժմ այսքանը, ինչ որ նոր եթե ինֆորմացիա լինի, մենք կհայտարարենք։ Մեկ էլ բոլորդ գրում եք ինչ է միշտ կեպքով, դրա համար էլ այսօր առանց կեպքա եմ։ Շնորհակալություն, հաջողություն։ Բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, այս եթերս պլանավորված չի, բայց ստիպված եմ այսպիսի մի եթեր կազմակերպել, բազմաթիվ նամակներ եմ ստացել այս հարցի շուրջ, ես երեկ արեցի մի եթեր, փոքրիկ շորտ տեսակով և ներկայացրեցի Վարդան Ղուկասյանի ամսի 25-ի կատարված դատի իրողությունը, որոշումը և հաջորդ դատը։ Այսքանով սահմանափակվեցի։ Դրանից հետո բազմաթիվ նամակներ ստացա, որ գիտեք ինչ կա, դու մի բան ես ասում, ձեր գործընկերները ուրիշ բան են ասում, մենք մի ոնց հավատանք, բա սենց ոնց կլինի եւ այլն։ Ես ի վիճակի չեմ բոլորին անձնական սես նամակներով պատասխանել, որոշեցի այդ վիդեոյով բոլորիդ պատասխանել։ Նախ ես ուրիշ բան չեմ ասում, իմ գործընկերներն էլ ուրիշ բան չեն ասում։ Պրոստը նույն հարցի շուրջ մենք ունենք տարբեր մոտեցումներ, տարբեր վերլուծություններ։ Հիմա ես բացատրեմ իմ ասածը ինչի է տարբերվում իմ գործընկերների ասածներից։ Այս է տարբերությունը։ Օրինակ ես արդեն ամսի 16-ին գիտեի, որ այս դատը 90%-ով հետաձգվելու է։ Ես գիտեի, որ այն ծավալի ինֆորմացիան, որ ստացել են դատապաշտպանները, չեն հասցնելու պատրաստվեն, ծանոթանալ, հələ որ մի հատ էլ թաքմանության բանով ամեն ինչով ներկայացնեն դատավորին։ Ես սա արդեն գիտեի։ Հասկանում եք, բայց ես չէի կարող սա ասեի, որտեվ սա ասենք ինձ հարուր ոչ թե ինձ չի վերաբերվում, այ բարոյական չէր, որ ես sense բան ասեի, եթե պետք է ասեր, պետք է ասեր Դոկ կուսակցությունը կամ դատապաշտպանը, որը որ Հայաստանում է, չէ՞։
Ու իրանք ասեցին, պրոստը մի շաբաթ շուտ ասեցին կամ մի քանի օր շուտ ասեցին, կապ չունի։ Հիմա նայեք, ես ժողովուրդ ջան, այսպիսի մոտեցում ունեմ։ Եթե ես ժամանակին ավելի ռադիկալ էի մոտենում, հիմա էլ այդևի ռադիկալ չեմ մոտենում, որտեվ ես արդեն զրուցել եմ պարոն Ղուկասյանի հետ։ Ես իմ հարցերի պատասխանը ստացել եմ։ Ես համոզվել եմ, որ Վարդան Ղուկասյանը ամեն ինչից տեղյակ է։ Հասկանում եք։ Տեղյակ է այդ մարդը։ Համի ես ինչ ելնեմ ասեմ, էսի լավ չի աշխատում, էնի լավ աշխատում, էսի սենց էնին են։ Եթե ինչ-որ մեկը պետք է որոշի, որ դատապաշտպանները վատ են աշխատում, դա հենց Վարդան Ղուկասյանն է։ Ժողովուրդ ջան, եթե դուք դատերին ներկա չեք գտնվում, ճիշտ է, մաքսիմում շենքի մոտ եք գտնվում, աջակցությունն եք ձեր ցույց տալի, լավ եք անում, բայց Վարդան Ղուկասյանը բոլոր դատերին ներկա է լինում on-line տեսակով, ասենք, վիդեոկապով, ամեն ինչի շատ լավ տեղյակ է։ Ու ոնց որ ես ժամանակին ձեզի ասում էի Վարդան Ղուկասյանը այդ մեկուսացման մեջ չի, որ աշխարհից կդրված լինի, այսինքն մարդը ամեն ինչից էլ տեղյակ է, իրան օրը 100 հոգի զանգում է, լիքը նամակներ է ստանում, ինքս ամեն ինչ, ես արդեն համոզվել եմ, որ ինքը ամեն ինչից տեղյակ է, ես ինչ էլ եմ ասեմ, դատապաշտպանները վատ են աշխատում։ Տենում եք, որն է կայանում տարբերությունը իմ եւ իմ գործընկերների, որտեվ իմ մոտեցումը փոխվել է, որտեվ ես իմ հարցերի պատասխանը ստացել եմ։ Եթե ինչ-որ մարդ կա, որ պետք է որոշում կայացնի, որ դատապաշտպանները պետք է փոխվեն, դա Վարդան Ղուկասյանն է, ես չեմ, ես ոչ էլ իրավաբան եմ, որ ասեմ, գիտեք ինչ կա, իրավաբանական տեսանկյունից այս մարդիկ սխալ են աշխատում։ Որ հլինձի կարող է թույլ տա, բայց չէ։ Եթե Վարդան Ղուկասյանը որոշել է, որ իր պաշտպանությունը պետք է կատարեն այս դատապաշտպանները, ես էլ ինչ բարոյական իրավունք ունեմ, որ տենց խորանամ, թե իրանք լավն են, վատն են, ինչ չեն։ Ես այդ բարոյական իրավունքը չունեմ։ Դուք հիշեք, որ ես ընդամենը բլոգեր եմ եւ պայքարում եմ հանուն արդարության, ես Վարդան Ղուկասյանի աջակիցը չեմ։ Իսկ եթե դուք այդքան շատ հզոր աջակիցից եք, հարգելիներս, գնացեք մասնակցեք այն միջոցառումներին, որոնք որ կազմակերպվում են, ինչի չեք իթում։ Այն վերջի հավաքին 100 հոգի մարդ էլ չկար։ Անձրևիտակ մարդիկ հավաքվել էին դեսպանատան դեմ։ Բա գնայիք։ Հիմա ասում եք ում հավատանք, ձեզ հավատանք, թե ձեր գործընկերներին հավատանք։ Ում ուզում եք հավատացեք, բայց ելի եմ կրկնում, ոչ մեկ սուտ չի ասում։ Մեր մեջի տարբերությունը մեր տեսակետներն են, որ տարբեր են։ Եթե ես ժամանակին մտածում էի այս կամ այս հարցերի շուրջ հնարավոր է Վարդան Ղուկասյանը տեղյակ չի, չէ, հետո ես արդեն համոզվեցի, որ տեղյակ է։ Մարդ ասեց, մարդ այն ժամանակ էլ բոլորիդ ասեց, իր հաղորդագրությունը այն ժամանակ ուղարկեց, չէ, ասեց, սիրելի ժողովուրդ, բոլորի գումարները վճարված են, այս պահին ոչ մի գումարային աջակցության կարիք չկա, այս պահին, չէ, այդ պահին։